Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, գործարար ալիքն է սա 106 եւ 5 հաճախականությունը, իսկ իմ այսօրվա զրուցակիցը քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այստեղ եք, շատ երկար ժամանակ է անցել մեր վերջին զրույցից, դուք նաեւ վերջին ժամանակներում հասցրել եք Միացյալ Նահանգներում լինել ու քանի որ իշխանությունը անդադար խոսում է Հայաստան Միացյալ Նահանգներ զարգացող հարաբերությունների մեր փոխկապակցվածության մասին, կուզեմ հենց այնտեղ եք եղել տեղի իրավիճակը, մթնոլորտը, առհասարակ տրամադրությունների մասին պատմեք, եթե հանդիպել եք։ Հիմնականում հանդիպումները հայ համայնքի անդամների հետ են եղել, այդպես ԱՄՆ պաշտոնատար ինչ-որ շրջանակների հետ հանդիպում չի եղել, բայց ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, մենք գիտենք TRIP-ի գործընթացն է, որ հույս ունենք պիտի իրականություն դառնա, ես դա ցավոք կապում եմ նախագահ Տրամպի գործողությունների հետ, որովհետև ինչքան էլ ասում են TRIP-ը ամերիկյան նախագիծ է, TRIP-ը կապված է Տրամպի անվան եւ Տրամպի իրավիճակի հետ ԱՄՆ-ում, որովհետև միջին միջանցքի մասին խոսում են դեռ Օբամայի ժամանակներից, բայց դա իրականություն չի դարձել։ Տարիներ է պետք դրա համար։ Իսկ Տրամպը, եթե միջանկյալ ընտրություններում ունենա խնդիրներ, այս բային ցավոք Իրանում նորից վերսկսել են ռազմական գործողությունները եւ իմ կանխատեսմամբ շարունակվելու են մինչեւ միջանկյալ ընտրություններ, նա կորցնի երկու պալատներ արդեն կոնգրեսի, այստեղ արդեն հետաքննություններ է սկսվում, դեմոկրատների կողմից լսումներ եւ մոտակա 2 տարին ԱՄՆ նախագահը կարող է իր ուշադրությունը հիմնականում սևեռել ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ Իրան։ Եվ այդպես էլ անելու է։ Այո, ԱՄՆ, եթե իմպիչմենտի գործընթաց, մենք վատագույն սցենարի մասին դեռ չմտածենք, տեղի չունենա, բայց իմ կարծիքով այս տարի աշնանը Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ընդհանրապես աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններում լուրջ փոփոխություններ են սպասվում, կխոսենք դա նաեւ ռուս-ուկրաինական գործընթացին է վերաբերում, դրական էր իհարկե օգոստոս 7-ի համաձայնագիրը եւ ԱՄՆ շրջանակները հուսով են, որ Հայաստանը ինքը հանձնառու կլինի, Հայաստանն էլ, այսինքն այդ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որ Հայաստանը դուրս չի գալիս, ես միշտ այդ հարցը ինձ մոտ առկա է, ինչու դուրս չի գալիս, ոչ թե ասի ակտուալ է, չէ, այլ դուրս գա, գուցե Հայաստանում էլ կա մտավախություն, որ ինչ-ինչ պայմաններում Տրամպի ուշադրությունը կարող է շեղվել, բայց երկարաժամկետ առումով այո, ամերիկյան շահերից բխում է տարածաշրջանում մասնակցել ապաշրջափակմանը, բայց միանշանակ կան կենտրոններ, մասնավորապես Մոսկվայում եւ Պեկինում, դե Թեհրանի մասին չխոսեմ, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի ԱՄՆ-ն ներկայություն չունենա այդ ճանապարհների վրա։ Այս սեպտեմբերի մասին է շատ խոսում, դուք խոսեցիք, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասում էր, եթե մեծամասնություն սահմանադրական չունենամ սեպտեմբերին պատերազմ է սպասում, ինչու է այդ սեպտեմբերը առանձնանում, ինչու հենց սեպտեմբերը։ Դա ընտրություններից առաջ էր, այդպես խոսվում, հիմա արդեն ասում են, որ մինչև տարվա վերջ սահմանադրության փոփոխությունները կներկայացվեն հանրության դատին, այսինքն հանրակրվեն լինելու է ըստ այդ տրամաբանության հաջորդ տարի։ Սա ժամանակ ձգելու նպատակ ունի իմ կարծիքով, որովհետև սահմանադրության փոփոխելով նույնիսկ եթե հայ հասարակությունը քվեարկի փոփոխությունների օգտին, նույնիսկ եթե այդ հարցը ազգային ժողովը դնի հանրակրվեի, չգիտեմ, ուժեղ Հայաստանից էլ մի քանի հոգի, ինչպես ասած ԿՊ-ն իրենց կողմը անցնեն, դա խաղաղության մի մասնիկն է ընդհանրապես, որովհետև Ադրբեջանը խոսում է էքսկլավների, անկլավների մասին, խոսում է ինչ-որ փախստական ներադարձի մասին, անընդհատ նշելով, որ դրանք բանակցությունների օրակարգում են, որքան էլ Հայաստանում չլսելու են տալիս կամ ասում են, որ դա կապված է նրա հետ, որ մենք Արցախի վերադարձից ենք խոսում, հայկական պաշտոնատարաններին չեն խոսում Արցախահայերի վերադարձից, իսկ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, այսինքն իմ վստահությամբ սահմանադրության մեջ փոփոխություն անելով Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, նույնիսկ եթե ստորագրել էլ այդտեղ հարցեր կան, արդյոք կկատարի թե ոչ, բայց ուղղակի այսպես պարզ ներկայացնել, որ եթե ես մեծամասնություն չունենամ կլինի պատերազմ, դա է սեպտեմբերի հետ չեմ կապում, ես հենց կապում եմ դա Միացյալ Նահանգներում ընտրությունների հետ հոկտեմբեր, նոյեմբեր, ինչպես նաև եթե Ուկրաինան շարունակի ուժեղ հարվածներ Ռուսաստանի նավթարաշակման գործարանի եւ տնտեսական խնդիրներ ստեղծվեն, գուցե հրադադար լինի Ուկրաինայում եւ Ռուսաստանի նախագահը արդեն իր ուշադրությունը ավելի սևեռի հարավային Կովկասի եւ Միջին Ասիա երկրներում։ Իր ներքին խնդիրները ամեն դեպքում թույլ կտան, որպեսզի շրջվի դեպի հարավային Կովկաս։
Վլադիմիր Պուտինը երբևիցե չի գնում ներքին խնդիրների լուծման ճանապարհով, հակառակ այն պահին, երբ Ռուսաստանի նախագահը ունենում է հեղինակության անկում, դա եւ 2014-ին էր եւ 2008-ին, չնայած Մեդվեդևն էր նախագահ, բայց պարզ է Ռուսաստանը ով էր ղեկավարում, եւ Սիրիայում պատերազմի ժամանակ նա ուներ հեղինակության անկում։ Վլադիմիր Պուտինը այն լիդերներից է, որը տնտեսական վատ իրավիճակը կամ ժողովրդի դժգոհությունը փոխարինում է այդ հայրենասիրական լոզունգներով, այ մենք վերադարձնում ենք ԽՍՀՄ-ն, մեր տարածքները, մեր ազդեցության գոտիներ եւ ցավոք ռուս հասարակ քաղաքացու վրա դա իր ազդեցությունն ունենում է։ Ընդհանրապես ոնց եք որակում այս փուլում մեր եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։ Սա այն խորը ճգնաժամային փուլն է, որի մասին այդքան խոսվում է։ Ես կարծում եմ Ռուսաստանի նախագահան սիրել բառը դե քաղաքագիտորեն չի, այսպես չի ընկալում դրականորեն Նիկոլ Փաշինյանին, նախ որովհետև նա ընտրվել է իր թերություններով հանդերձ։ Հայ ժողովրդին, ինքը ռուս ժողովրդին չի ընկալում դրական, եթե նա կարող է 1,400,000 կորուստ ունենալ եւ դա բացատրել, որ անհրաժեշտ է եւ պետք լինի էլի կանենք, ես դա անհրաժեշտություն չեմ տեսնում եւ ընդհանրապես ցավակցում եմ, կարեկցում եմ ռուս ժողովրդին։ Բայց դուք մի ճիշտ բան եք հարցնում, հարց եք բարձրացնում։ Հայ ժողովուրդը ինքը տրամադրում է Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանում չեն հասկանում, որ հարցը այստեղ Նիկոլ Փաշինյանը չի։ Վնասը կրում է հայ ժողովուրդը, եւ դա հակառակ էֆեկտ է ունենում։ Եթե Ռուսաստանում մտածում են, որ դա հակափաշինյանական տրամադրություններ կստեղծի, դա առաջինը դուրս չի գալիս հայ ժողովրդին ինքնասիրության, հարգանքի տեսանկյունից, այսինքն մեզ անընդհատ սպառնալ, ինչ որ ոչնչացման, ռոպագանդիստներով, Փաշինյանի հետ կարծես ինքը խնդիր չունի։ Դե իհարկե գուցե ինչ որ չափով վարկանիշի վրա ազդեցություն ունենում է, բայց ոչ այնքան, որքան Այո, բայց հիմա էլ ասում են, որ Սամվել Կարապետյանի սխալ այն էր, որ նա շատ էր ասոցացվում Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը այնքան տոքսիկ է, որ նույնիսկ բայց դե պարոն Կարապետյանը չէր կարող այլ երկրի հետ ասոցացվել, այնտեղ որտեղ նա դարձել է միլիարդատեր, այդ երկրի հետ էլ ասոցացվում է։ Տեսեք, Փաշինյանը ընդունելի կերպար չէ այո Պուտինի համար, բայց Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի, որ նրան չի կարող այս բանին փոխարինել որևէ իրեն հարմար անձով, ոչ Ռոբերտ Քոչարյանով, ոչ Սամվել Կարապետյանով, դե Սերժ Սարգսյանի մասին չի խոսում, շատ ցածր է նրանց հեղինակությունից, հակառակը կարող եմ ասել այնքան բարձր է անտի ռեյտինգը, այսպիսի բառ օգտագործեմ Քոչարյանի, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ կմնա իշխանության, եթե նա լինի քաղաքական դաշտում, իսկ նա պահվում է քաղաքական դաշտում արհեստականորեն Քոչարյանը, անընդհատ մասնակցում է, կռելու ենք, հաղթելու ենք։ Դա ինչ հարցալուծում։ Ընդդիմության տեղի հարցն է լուծում։ Տեսեք, ես ընդհանրապես որ խոսում եմ քաղաքացիների հետ, ովքեր ԿՊ-ին ցայն են տալիս, կա մի ստվար հատված, որը ասում է, բա եթե դիմացը Քոչարյանն է, վերջ, ես արդեն հասկանում եմ ինչ են ասում։ Սամվել Կարապետյանի մասին այդքան չէ, ինչքան Քոչարյանի։ Նույնիսկ եթե տեսնում են ինչքան քիչ ձայն է ստացել Քոչարյանը, այսինքն երրորդ ուժն է, այն էլ սենց հազիվ, մեկը, քանի Ռոբերտ Քոչարյանը եթերում կա, դա այնքան սիրված չի եւ դա օբյեկտիվ է, այնքան անընդունելի կերպար է, որ Նիկոլ Փաշինյանը նրան միշտ եւ իրան չձերբակալել է, պատասխանատվության չենթարկել է, դա է ապացուցում։ Նա ավելի հարմար է, դրանով Սերժ Սարգսյանը այդքան ատելի չէր, նա այդքան հաճելի ֆիգուր չէր։ Այո, բոլորն էլ անընդունելի են այս երեքը, բայց կոնկրետ Քոչարյանը, որ միշտ ակտիվ է, նույնիսկ կսմթում է երբեմն արդեն նոր ուժերին, սա ցույց է տալիս, որ ես չեմ կարծում նա այնքան խելամիտ չի, որ չի հասկանում, շանս չունի հաղթելու, իսկ ինչու է մասնակցում, սա արդեն այլ հարց է։ Իսկ ինչու, եթե Ռուսաստանի Դաշնությունը հաշտ չէ Նիկոլ Փաշինյանի լինելու հետ այդքան էլ, ինչու իր տեխնացուին չի բերում, դա իրենցից հեռու սցենար չէ էլի ամեն դեպքում։ Որովհետև Ռուսաստանն շատ լավ գիտի, Հայաստանում հակառուսական տրամադրությունները բարձր են։ Իդեպ իրենք ամեն ինչ անում են, որ դա բարձրանա, դա հատուկ չեն անում, բայց այնպես են արել, որ հակառուսական տրամադրությունները բարձր են։ Ում էլ իրենք աջակցեն, սա այն թվերը չի, որ եթե Վլադիմիր Պուտինը աջակցում էր, ասենք ինչ-որ մեկին, դա լուրջ հեղինակություն էր ապահովում, հիմա հակառակն է։ Ամբողջ աշխարհը աջակցում է այնպիսի տեխնացուին, որը դեմ է, իդեպ Փաշինյանը խաղում է դրա վրա շատ
խելամիտ կերպով Եվրոպայում, որ մի թթու խոսք են ասում, այսպես ասած Ռուսաստանին, մի անգամից համարում են արևմտամետ, աջակցում են եւ այլն։ Այսինքն Ռուսաստանը կորցրել է 20 թվականից հետո օբյեկտիվ պատճառներով հայ հասարակության մեջ իր վստահությունը։ Նույնիսկ մարդիկ, որոնք Փաշինյանին չեն աջակցում, ընտրողների կեսը ըստեյության չի մասնակցել ընտրությունների, նրանց մեջ էլի մեծամասնություն են մարդիկ, որոնք ունեն հակառուսական տրամադրություններ։ Իսկ Միացյալ Նահանգների տեխնացու Նիկոլ Փաշինյանն է։ Միացյալ Նահանգների ոչ, բայց Դոնալդ Տրամպը, դե քանի որ իր մտածելով ամենահաջող պատերազմի ավարտը, որ ես այդպես չեմ համարում, տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, նրան հաճելի է եւ Ալիևը նոբարբեաբար գովաբանում է Իլհամ Ալիևին, Էրդողանին եւ Նիկոլ Փաշինյանը։ Բայց ես կասկածում եմ, որ նա այսպես ուղիղ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ուղղակի գովերքում է մարդկանց, որոնք իրեն բերել են ինչ-որ հեղինակության աճ, օրինակ խաղաղության գործընթաց։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ռուսամետ չի, ինչ-որ կլասիկ առումով, ոչ էլ արևմտամետ է, նա խելամիտ ձևով խաղում է։ Այո, Ռուսաստանում գուցե ռուսամետ է հանդես գալիս, չեն կարող ասել ինչ է խոսում Միշուստինի հետ, դե Պուտինը չհանդիպեց ըստ էության, արևմուտքում չի հարցնում ինչ է խոսել։ Այդ կարևորը չէ ամեն դեպքում այդ հանդիպումը ընտրություններից հետո բոլորը սպասում էին Պուտինի շնորհավորանքին, որը չեղավ, ու հետո այդ հանդիպումը դրանից հետո լռություն է։ Իմ կարծիքով Ռուսաստանի նախագահը չունի որոշում։ Դրա համար դրանով պայմանավորված այստեղի ընդդիմության այսպես անհասկանալի քայլերը, դիմել դատարան, հետո ասել վերցնում ենք մանդատները, ինչ որ իրենք էլ են այսպես տվայտանքների մեջ, որովհետև Պուտինը իրոք զբաղված է, նա լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում, բենզինի հետ կապված ընտրություններ են աշնանը այնտեղ, Եդինա Ռոսիայի հեղինակություն 15% է, շատ ցածր է, Պուտինին իբրև բարձր է, բայց Եդինա Ռոսիային, որը ինքը աջակցում է, շատ հետաքրքիր է, 15% է, այսինքն մարդիկ չեն վախենում քննադատել Եդինա Ռոսիային, հարցում դեժավնակ, բայց դե Պուտինին վախենում են քննադատել եւ Նիկոլ Փաշինյանը գնացրել տնտեսական այդ սանկցիաների հետևից, որովհետեւ կամ դրանք չհանվեն, կամ նոր ավելի ուժեղ, որը կարող է Ռուսաստանը անել, ինչ որ տենց սանկցիաներ չկիրառեն Հայաստանի հանդեպ։ Մամուլում կային այդպիսի տեղեկություններ, բայց նշվում է իբրև թե համաձայնություն ձեռք չի բերվել դրա հետ կապված։ Դե շատ քիչ էին տեղեկությունները, ինչ որ հրապարակվել է։ Այո, եւ հետո կարծեմ արձակուրդ գնաց Նիկոլ Փաշինյանը, մենք իմանանք դրա մասին, իմ կարծիքով աշնանը, եւ սա վերջի այցը չի լինելու Մոսկվա, պարտադիր իրենք հանդիպելու են եւ դրանից կախված է այստեղի ընդդիմությունը, այսպես ասած, ինչ քայլերի կգնա, գուցե դրամով, գուցե աշակերտվածությամբ անկայունության օջախներ ստեղծելու։ Իսկ պատերազմի վտանգը որքանով այս պահին ակտուալ Հայաստանի համար։ Ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում, այսպես SVO Blitzkrieg-ի նման Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի պետք է մի ուղղություն։ Եթե դա կոտրում են Հայաստանի մեջքը Սյունիքում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, արդեն մնացածը պարզ է, Հայաստանը կենսունակ պետություն չի լինում, պետք չի գալ գրավել Երևանը դրա համար, իսկ Blitzkrieg-ի համար պետք է երկու բան, շեղվածություն, ԱՄՆ կողմից շեղում, ներողություն, ուշադրության եւ Եվրոպայի ոչ միանշանակ արձագանքը, այնտեղ էլ ընտրություններ են 27 թվականի Ֆրանսիայում օրինակ, Տեկին Լիպենն էլ մասնակցում է, եւ պետք է ուրեմն Ռուսաստանի որոշ չափով աջակցություն, որը կարող է լինել միայն Ուկրաինայում հրադադարից հետո։ Հենց դրա համար եմ ես մտավախություն ունեմ, որ 26-ի ավարտը եւ 27-ի սկիզբը շատ կարեւոր է ուշադրությունը սևեռել ԱՄՆ վարչակազմի հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, հատկապես Իրանի հետ կապված, որ ես լուծում չեմ տեսնում ԱՄՆ-ի հետ ճգնաժամ։ Այ հաղորդման սկզբում ասացիք, որ TRIP-ը ոչ թե Միացյալ Նահանգների ծրագիրն է, այլ հենց Թրամփի։ Իսկ ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի անգամ իշխանափոխությունից հետո այդ ծրագիրը շարունակականություն ունենա։ Ինստիտուտների հետ պիտի աշխատել, կոնգրեսի համապատասխան կոմիտեների, որոնք ներդրումներով են զբաղվում, պետք քարտուղարի
Մարկո Ռուբիոյի, ես որքանով տեսնում եմ նա ավելի տեղեկացված է, JD Vance հիմա արդեն քաղաքական process-ների մեջ է ակտիվ ներքաշվում, հատկապես տեղեկություններ հրապարակվեցին իբրև թե Տրամպը նրան է որպես իրեն հետնորդ ընտրել, բայց ես վստահ եմ, որ դա կախված է Իրանում Տրամպի տապալումից կամ հաջողությունից, եթե Տրամպը Իրանում տապալվի, JD Vance-ը, որը ինքը զբաղվում է Իրանի հետ խնդիրների լուծմամբ, չի կարող հաջողել, եւ այդտեղ է, որ Ռուբիոյի համար ճանապարհ կարող է բացվել, նա շատ խորաման գործիչ է, նա լուռ է, հիմա ամբիցիաներ ցույց չի տալիս, բայց պետք է աշխատել պետքարտուղարության հետ, անպայման դեմոկրատների հետ էլ, մենք չպիտի մոռանանք, որ ԱՄՆ-ում իշխանությունը կարող է փոխվել, կոնգրեսի հետ պիտի աշխատել։ Իշխանությունը դեմոկրատների ժամանակ էլ է աշխատել, կարծում եմ։ Աշխատեց, հետո մի պահ այսպես բողոքեցին դեմոկրատներից, դա սխալ եմ համարում, օրինակ Զելենսկին, երբ Տրամպը փորձում է անընդհատ Բայդենին վիրավորել Ուկրաինայի նախագահի մոտ, նա չի արձագանքում, մենք էլ չպիտի թուրք տանք Տրամպի այսպես հակաբայդենական քայլերին, բայց մենք դա պիտի անենք գումարած միանշանակ բարձրացնենք մեր դիմադրողականությունը, որովհետև թշնամին ուզում է քեզ վրա հարձակվել այն դեպքում, եթե գիտի, որ պատրաստ է եւ ավելի ուժեղ է, քան դու, հակառակ պարագայում բոլորն էլ այսօր հետախուզական տվյալներ ունեն բոլոր երկրները, իրենք ասպա կմտածեն քայլ անելուց առաջ։ Իսկ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները մեր վրա ինչ ազդեցություն կունենան եւ ելքը իրականում երբ տեսանելի կլինի։ Ես կարծում եմ Իրանում խնդիր կա տապալել Դոնալդ Տրամպին միջանկյալ ընտրություններից առաջ անընդհատ նրան հեղինակազրկել, ես իդեպ հենց սկզբից էլ այդպես էի մտածում, որ ասենք մի շաբաթ առաջ ընտրություններից նորից կոնֆլիկտ էր ահրել, հիմա գնալ հրադադարի, հետո նորից կոնֆլիկտ, այսպես, որպեսզի նախ հեղինակազրկվի, նրա խոսքը իհարկե մեզ համար ցավալի է շատ, որովհետև Տրամպից է կախված թրիփը այս պահին, բայց հեղինակազրկել, երկրորդ դժգոհություն առաջացնել ԱՄՆ ժողովրդի շրջանում, նրանք քվեարկում են գրպանով, արդեն բենզինի գները, նավթի գները բարձրացան նորից, այսինքն Հորմուզի նեղուցը դա այն տնտեսական կայունությունն է, որը ապահովելու էր Տրամպի ընտրվելը հանրապետական կուսակցության, բայց Իրանը դա գիտակցելով հիմա անընդհատ փորձում է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին, թելադրելով այնպիսի պայմաններ, որոնք անընդունելի են, օրինակ Հորմուզի ղեկավարումը պետք է իրականացվի Իրանի կողմից, դա ստրատեգիական ուղղակի պարտություն կլինի ԱՄՆ համար եւ ԱՄՆ-ն չի կարող դա ընդունել, այսինքն այնպիսի պայմաններ են դնում, որ անընդհատ լինի հակամարտություն։ Այնպես չի Իրանը շատ ուժեղ է, բայց Իրանը ուժեղ է մի կողմով, դա տոտալիտար երկիր է։ Եթե այնտեղ տնտեսական խնդիրներ լինեն, կարող է մի 5-6 ամիս ժողովրդին ներողություն գնդակահարեն, վախեցնեն եւ լռություն լինի։ Այո։ Իսկ ԱՄՆ-ն դա էլեկտորալ պետություն է, այնտեղ ընտրությունները ամեն ինչ որոշում են եւ այստեղ տուժողը առաջինը լինելու է նախագահ Տրամպը, նոր արդեն Իրանում ցույցեր, դա երկար process է, դեպ նախագահ Տրամպը ցավոք հիասթափեցրեց նաեւ Իրանում ցուցարարներին, որոնք կարող էին դուրս գալ փողոց եւ մենք տեսանք 40 միլիոն մարդ երկրում դուրս եկավ մի մարդու ուղարկավորությունը, որը գնդակարել էր 30,000 իրանցի։ Այսինքն իմ կարծիքով այստեղ մենք կտեսնենք անկայունություն մինչև ընտրություններ եւ նայած ընտրությունները ինչ արդյունք կունենան, արդեն ապագան պարզ կլինի։ Մյուս կողմից Իրանը պիտի հասկացնի տարածաշրջանի երկրներին, որ ԱՄՆ հետ դաշնակցությունը վտանգավոր է իրենց համար, անդադ հարվածելով գործարաններին, այդտեղ տեսնում ենք արդեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը անընդհատ ենթարկվում են հարձակման։ Հիմա իրենք պիտի մտածեն, արդյոք ԱՄՆ ռազմաբազաները իրենց անվտանգություն ապահովում են, թե ոչ։ Սա լուրջ ստրատեգիական խնդիր է ԱՄՆ համար։ Այս ամենի ֆոնին մեր ռազմավարությունը որը պիտի լինի։ Ներսից սկսենք օրենքի հաստատումը, որը ես դեռ չեմ տեսնում, ոչ թե վրեժխնդրությունը, օրենքի գործելը միշտ մշտապես անկախ այն բանից տվյալ անձը մասնակցում է քաղաքական process-ների թե ոչ, եթե գողացել է, պիտի պատժվի, եթե կեղծել է, պիտի պատժվի, պիտի չմասնակցի ընտրությունների, ոչ թե թողես մասնակցի, հետո անես այն ինչ անում ես, եթե գաղտնալսվում է, գիտեք, որ գումար են բաժանում, պիտի չգնան մանդատ ստանան։ Հիմա ասում են երկրորդ ուժը խորհրդարանում գումարներով է անցել խորհրդարան, բա ո՞նց է դա լեգիտիմ է։
ուժեղ Հայաստանից ձայնագրություն եք հրապարակում, եթե դա իմացել եք ինչու եք թողել, որ մասնակցեն, սա անընդունելի է։ Հաջորդը տնտեսական դիմակայունությունը, սա արդեն ոլորտի մասնագետները պիտի ասեն, Եվրոպան այո մեզ աջակցում է, մաղցատուրքերը հանում են, բայց կանոնակարգումներ դեռ կան ստանդարտների, այսինքն դեռ պիտի ստանդարտներին համապատասխանեցվեն, պիտի օգնել տնտեսվարողներին, դա շատ դժվար է, մարդիկ չգիտեն, իրենք սովոր են ռուսական շուկան, այդպես մի տոպրակ ներողություն ապրանք վերցնեն, գնան վաճառեն գան։ Երրորդը բանակը անպայման պետք է վերազինել նորագույն տեխնոլոգիաներով անընդհատ վերցնել օրինակ Ուկրաինայից, հիմա բոլորը սովորում են ռուս-ուկրաինական պատերազմից։ Փորձը լավ է, լավ օրինակ է։ Փորձ, օրինակ Չինաստանը հիմա դրոններ ԱԹՑ-ներ է տրամադրելու, որոշում է կայացվել Ռուսաստանը, որպեսզի փորձի։ Իհարկե ահա որ տեղ մի բան է ներողություն, մարդկանց կյանքերի հաշվին փորձ են անում, բայց դա է պատերազմի օրենքն է եւ դա նաեւ վերաբերում է անձնակազմի ուրեմն վերապատրաստման, այսինքն զենք ունենալ, չունենալ վերապատրաստված անձնակազմ ՆԱՏՕ-ի ստանդարտով, դա եւ մաքրել այդ շարքերը, չասել դասալիք են, հրաման չեն կատարել, մի հատ հասկանանք ՊՆ-ում ինչ իրավիճակ է տեղի ունենում եւ այսպես ասեմ մասնատումներ հասարակության շրջանում թույլ չտալ, որովհետեւ ատելության խոսքը միշտ ժողովրդին մասնատում է մի քանի հատվածի, այն էլ 1-2 միլիոնանոց երկրում։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը 50+1 չհավաքեց եւ դա կարծում եմ իրենց համար ամեն դեպքում խնդիր է։ Այդ թվերով եւ այս իրավիճակով արդյոք սահմանադրության փոփոխության հարցը բարձրացնելը ճիշտ մոտեցում է իրենց կողմից եւ առհասարակ սահմանադրության հարցը բարձրացնելը իսկապես ինչպես քննարկվում է հատկապես ընդդիմության կողմից սա ադրբեջանական սցենար է թե իսկապես կարիք ունենք մենք դրա։ Դա շատ է տիրաժավորվում եւ իդեպ հենց ցածրացնում է ընդդիմության ամեն ինչը կապել Ադրբեջանի հետ, չգիտեմ, դիզվառելիքը եկավ, դա շատ վատ է։ Կներեք, մենք լուսնի վրա չենք, եթե Ռուսաստանից բենզին չկարողանանք ներկրել, Իրանի հարկ կղզու վրա հարված լինի, բա ոնց ենք մենք ապրելու, պետք է Ադրբեջանից ներկրենք, այսինքն մեր աշխարհագրությունը թելադրում է մեր ընտրությունը։ Ռուսաստանն էլ գազ է մատակարարում Թուրքիային կամ Ադրբեջանին եւ դա չի նշանակում որ դաշնակից են կամ չգիտեմ բայց իհարկե կարիք կա այո փոխել սահմանադրությունը եթե մենք հրաժարվում ենք Հայաստանի իշխանությունները այդպես են որդեգրել քաղաքականությունը Արցախի հարցը բարձրացնելուց այո անկախության հռչակագրի հղումը պիտի հանվի Եվ գիտեք որքանով հասկանում եմ եւ այն ձայները որ ստացավ Փաշինյանը բայց պատերազմից հետո նաեւ ցույց է տալիս որ հայ հասարակության մեջ գոնե կա մեզ գալի հատված, որը կողմ է, որ այդ հարցը էլ չբարձրացվի։ Դրա պատճառների մասին կարելի է շատ խոսել։ Այսպես կոչված Ղարաբաղյան կլանի հանդեպ վերաբերմունքը ինչպես ազդեց, Ռուսաստանը ինչպես Հայաստանին մենակ թողեց, դա այլ թեմա է։ Խոսքը վերաբերում է անկախության հռչակագրի հղմանը, իդեպ դա չի բացառում Արցախի ժողովրդի կողմից հետագայում իրենց ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սահմաններում փորձել իրականացնելուն, բավական բանաձևեր են բազմաթիվ ընդունվում արևմուտքում դրա վերաբերյալ, ուղղակի պետք է փոխել վերնախավին, այնպիսի մարդկանց ունենալ իրենց շարքերը, որոնք որևէ երկրի գործողությունների գերին չեն դառնա իրենց հայտարարություններում, բայց ես կարծում եմ, ես ուզում եմ նորից կրկնել, սահմանադրության փոփոխությունը չի բերելու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ արդեն Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ դա այդպես է։ Էքսկլավ անկլավների հարցերը շատ զգայուն են լինելու, այդտեղ ստրատեգիական ճանապարհներ կա։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը անդադ խնդիրներ է ստեղծելու, որպեսզի այս խաղաղության գործընթացը որքան հնարավոր է ձգձգվի։ Ավելի sense ներքին հարցեր գանք ընտրություններից հետո մենք տեսնում ենք որ ԿՊ-ի թիմում փոփոխություններ են տեղի ունենում հատկապես շատ զարմացրեց բոլորին Ալեն Սիմոնյանի ոչ մանդատ վերցնելը, ոչ ազգային ժողովի պաշտոնում ընտրվելը եւ մի շարք էլի փոփոխություններ կարծես թե սպասվում են։ Ինչ-ա տեղի ունենում ԿՊ-ի ներսում։ Ընդհանրապես փոփոխությունները նորմալ են, որովհետեւ հիմա կասեն, բա 10 տարի հով նույն մարդը նույն պաշտոն չի զբաղեցնի, բայց ես այլ տեսակետ ունեմ։ Իմ կարծիքով տեղի է ունենում ԿՊ-ում այնպիսի անձանց հեռացում, որոնք կամ ոչ լրիվ հեռացում, այլ իշխանությունից հնարավորինս, որոնք առավել ինքնուրույն են փորձում լինել, որքան հնարավոր է։
Օրինակ ես կարծում եմ, որ այդ գործընթացը շարունակվելու է, կլինեն նաև այլ այսպիսի դեպքեր, միայն Ալեն Սիմոնյանի հետ կապված չի, կապրենք կտեսնենք, եւ գուցե դա պատճառը այն է, որ այս անձինք այդքան էլ չեն ընդունում երկրի ղեկավարի վարած քաղաքականության ձևը։ Օրինակ դժգոհություններ են լսվում, որ միանձնյա են ընդունվում որոշումները, կարծիքները հաշվի չեն առնվում եւ ընդհանրապես ԿՊ-ի հեղինակությունը որպես կանոն կապել մեր Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն կուսակցությունն է, որը հիմնվում է մեկ անձի հեղինակության վրա, երկար կյանք չի կարող ունենալ։ Դա արհեստական ստեղծված, իդեպ Հայաստան բոլորը այդպես են, ցավոք։ Սկսած Բարգավաճ Հայաստանից վերջացած հանրապետական կուսակցությամբ, այսինքն գաղափարախոսություն չկա անձի վրա։ Այո, անձի վրա է հիմնված, բայց դրա համար միշտ այս թիմերի ներսում այդպես կոլիզիա է տեղի ունենում, էրոզիա է տեղի ունենում եւ մարդիկ են լինում, որոնք ունեն ամբիցիաներ եւ չեն ուզում համակերպվել ինչ-ինչ իրավիճակների հետ։ Եվ ես կարծում եմ, եթե Հայաստանում լինեն գործընթացներ, որոնք կապված են միջազգային իրավիճակի հետ եւ ասենք ինչ-որ վտանգներ լինեն, գուցե մենք տարօրինակ չլինի, տեսնենք ինչ-որ խմորումներ հենց իշխող կուսակցություններում, որովհետեւ իմ կարծիքով այս ընդդիմությունը երբևիցե չի ունենա ժողովրդի վստահությունը, ցավոք արևմտյան, այսպես ասած, շրջանակները այդպես էլ չեն կարողանում միավորվել մեծ ամբիցիաների եւ ներդրված անձանց պատճառով եւ կարծում ժողովուրդը կընդունի միայն այնպիսի նոր ուժի, որը դուրս կգա հենց հեղափոխություն, այսպես ասած, իրականացրած թիմից։ Եվ հիմա կթվա դա ինչ որ շատ հեռու ապագայի մասին է, բայց ես դες ասեմ, ընդհանրապես ճգնաժամային իրավիճակներում ամեն շատ արագ է տեղում։ Նիկոլ Փաշինյանը երբ դուրս էր եկել փողոց, որևէ մեկը չէր հավատում, նրա հետ 2-3 հոգի էին քայլում, որ մի ամսից տեղի կունենան այս իրադարձերը, որոնք տեղի ունեցան։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Թարմ ուղեղով զրույցն էիք լսում կամ դիտում Գործարարալիքի եթերում, առաջին խոսափողի մոտ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն էր, երկրորդի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք։